Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի։ Սա նախքան Արցախի հայաթափումներ։ Այլապես կդառնա ցեղասպանության զոհ։ Հիմա, երբ Փաշինյանի 2022 թվականի ահազանգն իրողություն է, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ, որ ցեղասպանությունից փրկված մարդիկ պաշտպանության կարիք ունեն։ ԱԳՆ-ն հայտարարում է Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Այսպիսով հերքում են Ալիևին, որն ասել էր, թե մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցը։ Այս ընթացքում Երևանը մտածված ու հետևողականորեն Արցախի հարցը տարել է փակման, վստահ է դիվանագետ Վահագն Մելիքյանը։ Միշտ ենք ասել, չէ, Արցախը ինքը ամրոց է, Արցախը ինքը վահան է, Արցախը ինքը փակում է ուղղակի լուրջ աշխարհաքաղաքական զարգացումների ճանապարհներ եւ դա պիտի կարողանաս ճիշտ ծառայեցնել քո համազգային օրակարգին, քո հայկական օրակարգին։ Արցախի հարցը ջնջելով կամ բնաջնջելով իրենք ուղղակի այդ ճանապարհներն ու մուտքերն ու ելքերն են բացում այդ շտամիների համար, արդեն պարզից էլ պարզ է, այստեղ բաց քարտերով խաղ է գնում, հասկանում եք։ Արցախի էջը վերջնականապես փակելու փորձ անող Հայաստանի կառավարության ղեկավարն է Շահրամանյանի ստորագրումից օրեր անց հոկտեմբերի 5-ին Գրանադայում Մակրոնի, Շոլցի ու Միշելի հետ ստորագրել մի հայտարարություն, որում նաև խոսք կար այն մասին, թե փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ եւ բնակության վայրեր վերադառնալու իրավունքից առանց որևէ պայմանի, միջազգային մոնիտորինգի ներքո եւ իրենց պատմության, մշակույթի եւ մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։ Այնքան իրարից հակասող, իրարից տարբեր եւ adekvatության հետ աղերս չունեցող հայտարարությունները արվել, որ ինքը իսկ խճճվել է իր իսկ արած հայտարարությունների մեջ։ Այո, իհարկե հակասություն կա, միանշանակ կա այդ հակասությունը։ Հայաստանում գործող Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցնում է, որ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է մահվան ուղիղ սպառնալիքի տակ, երբ Արցախը միայնակ էր հակառակորդի տասնյակ անգամ գերազանցող ուժերի դեմ։ Ամիսներ շարունակ շրջափակված ու հյուծված էր 120,000 մարդ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցող փաստաթղթին միաժամանակ անտեսում է Արցախի հանրապետության անկախության հռչակագիրը, սահմանադրությունը եւ օրենքները, նույն կերպ վարվելով Հայաստանի, Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում որպես անվտանգության երաշխավորի։ Արցախի հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը։ Հետևաբար ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը։ Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է եւ այն անբաժանելի է նրանից։ Այսպիսով Հայաստանի արտաքին գերատեսչությունը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին ու կրկնում ադրբեջանական խոսույթը, ասում է Վահագն Մելիքյանը։ Չգիտեմ, մեր պատմության մեջ պատմաբանները երևի ավելի շուտ կասեն, երևի շատ պիտի մխրճվել եւ փորձել նմանատիպ կերպարներ էլի որոնել, փնտրել, գտնել, նույնիսկ այն դավաճանական կերպարները, որ մենք ունեցել ենք մեզ հասանելի, մեր իմացած, ես չեմ կարծում, որ այս աստիճանի ատեն այս ժողովրդին եւ այս աստիճանի ատեն այս ժողովրդի մի մասին իմա մեր Արցախի քույրերին եւ եղբայրներին։ Նույնիսկ Արցախին տիրանալը չի ստիպում Բաքվին կառուցողական դաշտ վերադառնալ ու Երևանի հետ խաղաղություն կնքել, որքան էլ Հայաստանի կառավարությունը ջանում է ստանալ Բաղձալի փաստաթուղթը։ Ամենին զիջելով որևէ տեղ չի հասնելու իշխանությունը, վստահ է Մելիքյանը։ Հողի վրա կա իրավիճակ, երբ Ադրբեջանն ընդլայնում է պահանջների ցանկը, սպառնում ու իր երկրում բեմադրված ներկայացումներով դատում հայերին։ Հիմա նույնիսկ երբ որ ասում են, որ մենք գերիների արծով զբաղվում ենք, հիմա շատ բաներ պետք չէ բարձրացնել, բարձրաձայն խոսել, բայց մենք ամենօրյա ռեժիմով աշխատենք, այդպիսի բան չկա։ Մենք դա չենք տեսնում որևէ ձևով, այն տարբեր մայրաքաղաքներից էլ հնչող հայտարարությունների վրա իրենք գետ 1 սանտիմետր ազդեցություն չունեն։ Իրենք անգամ փորձում են լրացնել այդ մայրաքաղաքներին, մեծ երկրների Պայմաններ թելադրում է ոչ միայն Բաքուն, նրանց հետ սինխրոն գործում է նաև Անկարան։
Էրդողանի գլխավոր խորհրդականն օկուպացված Ստեփանակերտում անցկացվող ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց գործողություններն ուղիղ կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Չաղրի Էրհանն ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Մելիքյանն ասում է, որքան էլ Երևանը պնդի, թե Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ է կարգավորում, իրականությունը չի փոխվում։ Անկարայի դիրքորոշումը եղել ու մնում է նույնը։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։